Նորից եմ ողջունում ձեզ, սիրելիներ։ Ուզում եմ մի փոքր խոսենք ավելի լայն թեմաների մասին։ Ես շնորհավորեցի ձեզ բոլորիս, նորից չեմ դադարի շնորհավորելուց, որովհետև հիանում եմ ազգովս, հրճվում եմ ազգովս։ Եվ փառք եմ տալիս Աստծուն ձեզանից ամեն մեկի համար, ձեր տեսակի համար, որ նոր տեսակ է հայի վերածնվում։ Հայի արժանապատվությունը միշտ բարձր է եղել, փորձել են դա ճնշեն, փորձել են խեղդեն, փորձել են տեսակը փոխել, հայերի մեջ պառակտություն մտցնել։ Գիտեք, հասկացել են, որ հայը անպարտելի է, եթե համախմբված է, եթե հաշտ է, եթե բռունցք է։ Դա է պատճառ, որ հայից մեջ պառակտություններ են մտցրել, տարբեր շերտավորումներ են առաջացրել, որպեսզի հային հայի դեմ հանեն, եւ ցավոք սրտի դա ինչ-որ ժամանակ ստացվել է, որովհետև եթե մենք հայերս միասնական ենք, մենք անպարտելի ենք, եւ մենք պետքա հիմա հաղթող հայերով, մենք այս նոր տեսակով պիտի գնանք դեպի այդ միասնություն, մեր միջից հանենք ատելությունը, մեր միջից հանենք այն պառակտությունները, տարաձայնությունները, որը մցրել էին ժամանակին մեր ազգը բաժան անելու համար, եւ դա ուներ իր նպատակը։ Եվ այլևս այդ ժամանակները անցել են։ Հիմա արդեն մենք ապացուցեցինք, որ մենք անկաշառ ենք, մենք չենք վաճառվում, որի համար ես անչափ ուրախ եմ եւ հպարտանում եմ։ Ինչ ունենք առջևում։ Դուք տեսաք, որ ընտրություններից մի քանի օր առաջ բազմաթիվ պայմանագրեր ստորագրվեցին, բազմաթիվ համաձայնություններ տարբեր ոլորտներում իրականացան, ստորագրվեցին եւ դա ավելի շատ է լինելու։ Եվ այն ճանապարհը, որ հիմա խաղաղության խաչմերուկ է կոչվում, Նիկոլ Փաշինյանի նախագիծն է, խաղաղության խաչմերուկ։ Սա շատ էին ծաղրում, շատ էին թերագնահատում, խաշմերուկ էին անվանում, կներեք, որ կրկնում եմ ուրիշների անվան խոսիթը։ Ինչ ասես ասում էին այս խաչմերուկի պահով, չպատկերացնելով, որ սա էլ ավելի ռեալ է, քան կարելի էր պատկերացնել, եւ որը հավանություն տվեց ողջ արևմուտքը, որովհետեւ վերածնել, վերակառուցել Մետաքսե ճանապարհը, եւ դա մեր ներկայիս Հայաստանի տարածքով։ Սա մի գերագույն առավելություն է մեզ համար։ Եթե երկիրը հարստանում է, սիրելիներ, հարուստ երկրում, երբ որ հնան ավելանում է, բարձր է լինում, դրանում շահում է ամեն մի բնակիչ, բարձրանում են թոշակները, բարձրանում են նպաստները, բարձրանում են աշխատավարձերը, աշխատատեղեր են բացվում եւ այլն, մի շարք լավ բաներ։ Սա մի մեծ հնարավորություն է մեզ համար, հայերիս համար, Հայաստանիս համար։ Մեր Թավշյա հեղափոխությունից հետո, երբ որ մենք փորձեցինք արդեն ինքնուրույնանալ, ինքնորոշվել, առանձնանալ եւ այլն, դեռ Բայդենի ժամանակ հիշում եք, առաջի պայմանագիրը Խարտիան, պայմանագիր չէր, համաձայնագիր էր, ստորագրվեց Արարատ Միրզոյանի եւ Բլինկենի կարծեմ Բայդենի ժամանակ արտգործնախարարի հետ։ Ուզում եմ ասեմ, որ Թրամփի սեփականաշնորհած ծրագիրը չէր սա, որովհետեւ կան կասկածներ, վախեր, որ Թրամփը կգնա եւ այս ծրագիրը այլևս չի գործի եւ այլն, եւ շատ են շահագործում այս թեման մեր ընդդիմադիրները։ Ոչ, սա հիմնական ծրագիր է, սա պետական ծրագիր է, Միացյալ Նահանգների կողմից արդեն հաստատված, որ սա բխում է Ամերիկայի շահերից, ոչ միայն մեր, որը համընկնում է իրենց շահերը մեր շահերի հետ, ինչու՞ չէ, շատ հրաշալի բան է։ Եվ դրա համար այս TRIP ծրագիրը հիմնականում արդեն Բայդենը սկսեց, Թրամփը շարունակեց։ 15-20 օրվա տարբերությունն էր մինչև Թրամփի նախագահության վերադառնալը,
Եվ նա շարունակեց, շատերն էին հիշում եք գուժում ասում էին Թրամփը գալու է, տեսնենք ինչ են անելու եւ այլն։ Թրամփը եկավ շարունակեց այս ծրագիրը։ Թրամփից հետո եկողն էլ է շարունակելու այս ծրագիրը։ Նորից եմ ասում, որովհետեւ սա Միացյալ Նահանգների պետական ծրագիր է իրենց շահերից բխող։ Եվ մանավանդ այդքան մեծ գումարներ, միլիարդներ են դրվելու այս ճանապարհը կառուցելու համար։ Եվ ուզում եմ ձեզ ասել, սա ոչ միայն լոգիստիկ մեքենաների եւ երկաթգծի ճանապարհ է։ Մալուխներ են անցնելու, էներգետիկ հաղորդալարեր են անցնելու եւ այլն։ Եվ այդ ամեն բանից իրենք գումարը դնելու են, կառուցելու են, մենք որպես տրանզիտ գոտի ընդհանրապես գումար ենք ստանալու։ Մեր բյուջեն լցվելու է դոլարային այն էլ։ Եվ ոչինչ չանելով գումար է լցվելու մեր բյուջեն։ Այսինքն սա մի հրաշալի ծրագիր է, որը կարելի է ասել երկնքից նվերիչավ Հայաստանի հայ ժողովրդի համար, որը ամենակարևորը անվտանգություն է ապահովում, որովհետև այդքան միլիարդներ դրած Ամերիկան, եթե այստեղ ներկայությունն է թեկուզ այդ ճանապարհի տեսքով, ոչ մի երկիր չի համարձակվի մեր երկրին այլևս վտանգ ներկայացնել։ Դա հենց այն երաշխավորումն է, որը իրենց, չգիտեմ, ձայնալարերը պատրելով մեր ընդդիմադիրները երաշխավորներ են պահանջում։ Սրանից լավ երաշխավորում։ Մենք գիտենք, մենք ունեցել ենք երաշխավորներ, թե ինչպես են դրսևորվել եւ ինչպես են մեզ դավաճանել։ Մենք այդպիսի երաշխավորների կարիք այլևս չունենք։ Մենք փաստացի երկրի վրա, հողի վրա, ինչպես ասվում է, այդպիսի երաշխավորության կարիք ունենք, որը հենց նախ եւ առաջ տրիպի այս ճանապարհն է։ Հիմա հաջորդ խնդիրը, որ անհանգստացնում է հասարակությանը, մեր ժողովրդին, դա վերջերս Ալիևի հնչեցրած խոսույթներն են։ Նախ իբրև թե այդ 300,000 ադրբեջանցիների, տեսեք, մեր եռագլուխը հորինում է մի թես եւ այնքան է բարձրաձայնում, որ դա շահեկան է դառնում մյուս կողմին, հա, կոնկրետ Ալիևին։ Սրանք ասում են 300,000 ադրբեջանցիներ են գալու ժողովրդին վախեցնելու համար։ Նա շատ շահեկան է Ալիևի համար։ Հիմա ես ձեզ բացատրեմ ինչու է շահեկան։ Առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո, որից մենք հաղթական դուրս եկանք, բայց այդ մասին խոսել եմ ես շատ, ասել եմ սխալ մեր պահվածքը, որ այն ժամանակ եթե մենք մեզ պահեինք այնպես, ինչպես հիմա Ալիևն է պահում, մենք իսկապես տեր կլինեինք այդ մեր գրաված հողերի եւ Ղարաբաղին առավել եւս, բայց արեցին ճիշտ հակառակը, այդ մասին նորից չեմ խոսի ես, բայց իրենք պարտված էին եւ 35 տարի Ադրբեջանը պարտված էր եւ իր տարածքի 15-ից 20%-ը մեր տիրապետության տակ էր եւ պատկերացրեք այդ երկրի բնակիչների վիճակը եւ նրանց զոհերի թիվը շատ ավելի շատ էր այդ պատերազմից, քան մերը եւ հետագայում մյուս պատերազմների առավելապես մանավանդ 44-օրյա 2020-ի պատերազմի ժամանակ ճիշտ է մենք զոհեր ունեցանք բավականին մեծականակ, բայց նրանցը կրկնակի եւ եռակի շատ են։ Դու գիտեք, որ Ադրբեջանի տարածքում փոքր ազգություններ են բնակվում, որոնք ատամների կրճտոց ունեն կառավարության Ալիևի դեմ։ Տարբեր հարցերով, թե պատմական, թե ճնշվում են շատ այդ փոքր ազգությունները եւ այլն։ Եվ ընդհանրապես ազգությունն էլ ժողովուրդը իրենց ավտորիտար երկրում շատ դժվար է բնակիչներին ապրել, դիկտատոր նախագահ ունենալով, հա։ Եվ դրա համար թիվը իրենց զոհերի, իրենք չեն հայտնել մինչև օրս էլ։ Բազմականակ կորած են հռչակել, անհայտ կորածներ կամ գերեվարվածներ, այսպես են, խաբել են իրենց բնակչությանը։ Եվ Ալիևին բոլորովին ձեռք չի տալիս այս խաղաղության պայմանագիրը հայտարարել իր երկրում, բոլորովին ձեռք չի տալիս, որ ինքը սահմանափակվեց ընդամենը այն տարածքներում, որը 35 տարի առաջ իրենցն էր, այսինքն
հարևան պետության կողմից զավթված հողերը ընդամենը վերադարձվեց։ Ժողովուրդը ավելին էին սպասում, որովհետև այսքան տարի այդպես է ժողովրդին հանգստացնում, որ վերցնելու ենք Հայաստանի կեսնել ենք վերցնելու, Արևմտյան Ադրբեջանել ենք վերցնելու, Սևանա լճի հին անվանումներ էին հիշում եւ տալիս, դա էլ այսպիսով հանդարտեցնում էր հնարավորինս ժողովրդին ըմբոստությունից, որովհետև եթե ժողովուրդը ըմբոստանա եւ փորձի, հեղափոխություն կարող է այնտեղ էլ տեղի ունենա, որը իհարկե Ալիևին բացարձակ պետք չի։ Եվ դրա համար ինքը հաճախ խոսքեր է ասում, որը ամենևին ուղված չի մեզ եւ առավել եւս միջազգային հանրությանը, այլ դա իր աուդիտորիայի համար է, իր ժողովրդի, իր լսարանի համար։ Օրինակ այդ նման հռչակումները, օրինակ հիմա մանավանդ Հայաստանից հնչում են այդ բառերը, որ 300,000 ադրբեջանցի է գալու, ինչու՞ն է դա չհնչեցնի իր ժողովրդին դուր գալու համար։ Հասկանում եք, եւ այսպես է տեղի ունենում նրա ամեն ձևակերպումները կամ էլի արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթներ եւ այլն։ Ինչու համար եմ ասում ձեր Ժորժ ջան, հանգիստ եղեք դուք, հանգիստ եղեք, որովհետև դա ամենևին մեզ չի վերաբերվում նման բաների եւ դրանք ի կատար չեն կարողացվել, որովհետև դրանք պարզապես քամի խոսակցություն են այստեղից ծնված, վերևի հյուսիսային պետությունում հաստատված եւ Ալիևի շուրթերով հռչակված։ Դրանք պարզապես օդ խոսակցություններ են եւ դրա համար մի անհանգստացեք։ Ասում են, որ խաղաղություն չի ստորագրվել, նախաստորագրված է։ Այդ խաղաղությունը կստորագրվի, որովհետև Ամերիկային նախ առաջ արևմուտքին անհրաժեշտ է այդ խաղաղության։ Այս տարածաշրջանի խաղաղությունն է նախ եւ առաջ անհրաժեշտ։ Մենք գիտեք, այս իրավիճակին կարող ենք շուտ հասնել, եթե մենք հավակնություններ չունենայինք հարևան պետության տարածքների վրա։ ՄԱԿ-ը եւ ընդհանրապես միջազգային հանրությունը դրան թույլ չի տա։ Միևնույն է վերադարձվելու են։ Լավագույն դեպքում նման տարածքները ստատուս քվոյի կարգավիճակ են ստանում, այսինքն վիճաբանական, որ դեռ դիվանագիտական ճանապարհներով պետք է լուծվի այդ հարցը։ Այսօրվա համար այսքանը սիրելիներ։ Նորից ուզում եմ ասել, որ հիանում եմ ձեզանով, հիանում եմ իմ ազգով, իմ ազգի տեսակով եւ նորից վերադառնամ իմ ամենաուրախալի թեմային, մեր հաղթանակի, մեր ոչ սովորական հաղթանակի, մեր վճռական հաղթանակի, մեր ինքնորոշման հաղթանակի, որովհետեւ մենք այլևս հետդարձի ճանապարհ չունենք, մենք այլևս պետք է գնանք առաջ եւ վայելելով հաղթանակները մեր ամեն անգամ հերթական հաղթանակը։ Մի խնդրանք ունեմ, բերեք պահենք մեր այս տեսակը։ Ես կոչ եմ անում ժողովուրդ ջան, բերեք մեր այս տեսակը, մենք այսպիսին ենք եղել։ Շատ երկար դարեր շարունակ այսպիսին ենք եղել, մեզ փոխել են, մեզ փորձել են փոխեն, բայց հայի գենը չի փոխվի։ Բերեք մեր հայ տեսակը պահենք, մեր քրիստոնյա տեսակը պահենք, վերացնենք մեր միջի այդ թշնամանքը, բերեք այսօր այս տեսա ուղերձից հետո որոշում կայացնենք, չարախոսությունը, հայհոյախոսությունը, այդ բառատեսակը, խոսատեսակը, խոսույթները, չարախոսությունները մեկս մյուսի նկատմամբ, բերեք դադարեցնենք, բերեք մեր երեխաներին առողջ հանրություն երեխաների համար ստեղծենք, առողջ տեսակ փոխանցենք մեր երեխաներին եւ ամենակարևորը անկաշառ տեսակ։ Եվ ես նորից հպարտությամբ ասում եմ բոլոր նրանց, ովքեր ուզում էին գնային մեզ, կարևոր չի ինչ գներով, ինչ չափերի, պարտվեցին, որովհետև իմ ազգը չի վաճառվում այլևս։ Սիրում եմ ձեզ, իմ սիրելի հայեր, կտեսնվենք էլի։ Կտեսնվենք, ես վստահ եմ, միշտ սրանից հետո ավելի կառուցողական, ավելի ուրախ եւ լավ նորություններով զրուցելու համար։ Մինչ նոր հանդիպում։